Այսօր մենք կխոսենք ամենաթերագնահատված բույսերից մեկի մասին, որը բառացիորեն աճում է մեր ոտքերի տակ։ Խոսքը խատուտիկի մասին է։ Այո, հենց այն բույսին, որին շատերը պարզապես մոլախոտ են համարում։ Բայց ճշմարտությունն այն է, որ խատուտիկը բնական դեղատուն է, եւ եթե դիտեք մինչև վերջ, կիմանաք, թե ինչպես սովորական խատուտիկը կարող է օգնել լյարդին, երիկամներին, աղիներին, մաշկին եւ նույնիսկ հորմոնալ համակարգին։ Սկսենք գլխավորից։ Ինչով է օգտակար խատուտիկը։ Այն բարունակում է մեծ քանակությամբ A, C, E, K վիտամիններ, ինչպես նաև B խմբի վիտամիններ։ Դրա մեջ կան կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ։ Բայց ամենաարժեքավորը կենսաբանորեն ակտիվ նյութերն են, որոնք գործարկում են օրգանիզմի մաքրման գործընթացները։ Հատկապես արժեքավոր է խատուտիկի արմատը։ Արմատը հզոր դետոքս գործիք է։ Այն օգնում է լյարդին դուրս բերել տոքսինները, բարելավում է լեղու արտահոսքը եւ նվազեցնում օրգանիզմի ծանրաբեռնվածությունը։ Եթե աջ կողմում ծանրության զգացում ունեք, մաշկային խնդիրներ կամ հոգնածություն, դա կարող է ազդանշան լինել, որ լյարդը աջակցության կարիք ունի։ Խատուտիկի արմատը նաև լավացնում է մարսողությունը։ Այն խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, օգնում է փքվածության, փորկապության եւ ախորժակի բացակայության դեպքում։ Այժմ խոսենք ծաղկի մասին։ Խատուտիկի ծաղիկները հակաօքսիդանտներ են։ Դրանք պաշտպանում են բջիջները ծերացումից եւ ամրապնդում իմունիտետը։ Ծաղիկներից պատրաստում են թուրմեր եւ նույնիսկ մուրաբա, որը ոչ միայն համեղ է, այլև օգտակար։ Իսկ ինչ կարելի է ասել ցողունի մասին։ Ցողունը պարունակում է կաթնահյութ, որն ունի հակաբորբոքային ազդեցություն։ Ժողովրդական բժշկության մեջ այն օգտագործում են մաշկային խնդիրների, գորտնուկների եւ գրգռվածության դեպքում։ Խատուտիկի տերևները առանձին թեմա են։ Դրանք գործում են որպես մեղմ միզամուղ միջոց, օգնում են դուրս բերել ավելորդ հեղուկը, նվազեցնում են այտուցները եւ աջակցում երիկամների աշխատանքին։ Իսկ այժմ ամենակարևորը, որ դեպքերում է սա օգտակար։ Խատուտիկը հաճախ օգտագործում են լյարդի խնդիրների, մարսողության խանգարման, փորկապության, այտուցների, խնդրահարույց մաշկի եւ թույլ իմունիտետի ժամանակ։ Բայց կարևոր է հասկանալ, սա դեղամիջոց չէ, այլ օժանդակ միջոց։ Այժմ խոսենք, թե ինչպես այն ճիշտ օգտագործել։ Ամենատարածված ձևը արմատից պատրաստված եփուկն է։ Վերցնում եք 1 թեյի գթալ մանրացված արմատ, վրան լցնում 1 բաժակ ջուր, հասցնում եռմանաստիճանի եւ եփում 10 րոպե։ Այնուհետև թողնում եք թրմվի։ Սովորաբար խմում են կես բաժակ, օրական 1 կամ 2 անգամ։ Կարելի է տերևներից քեյ պատրաստել։ Պարզապես տերևների վրա եռման ջուր լցրեք։ Թողեք թրմվի 15 րոպե։ Այս թեյը օգնում է այտուցների դեպքում եւ աջակցում երիկամներին։ Իսկ այժմ աղցանները։ Խատուտիկի թարմ տերևները կարելի է ավելացնել աղցանների մեջ, բայց կա նրբություն։ Դրանք կարող են դառը լինել։ Դառնությունը վերացնելու համար պարզապես տերևները 30 րոպե թրջեք սառը ջրի մեջ։ Ահա եւ պարզ բաղադրատոմս։ Խատուտիկի տերևներ, վարունգ, ձու, մի փոքր ձիթայուղ, մի պտղունց աղ։ Ստացվում է շատ օգտակար գարնանային աղցան։ Հավանաբար մտածում եք, երբ պետք է հավաքել խատուտիկը։ Արմատը լավ է հավաքել վաղ գարնանը կամ աշնանը։ Այդ ժամանակ դրա մեջ օգտակար նյութերի կոնցենտրացիան առավելագույնն է։ Տերևները գարնանը, քանի դեռ դրանք երիտասարդ են եւ փափուկ։ Ծաղիկները ակտիվ ծաղկման շրջանում, սովորաբար դա մայիսն է։ Շատ կարևոր է խատուտիկը հավաքել մաքուր վայրերում, ճանապարհներից եւ քաղաքից հեռու։ Իսկ այժմ ամենակարևորը՝ հակացուցումները։ Խատուտիկը խորհուրդ չի տրվում լեղաքարային հիվանդության, ստամոքսի խոցի սրացման եւ անհատական անհանդուրժողակության դեպքում։ Եթե ունեք քրոնիկ հիվանդություններ, ավելի լավ է խորհրդակցել մասնագետի հետ։ Վերջում ուզում եմ ասել. երբեմն ամենապարզ բաները լինում են ամենահզորը։ Խատուտիկը պարզապես բույս չէ։ Սա գործիք է, որը կարող է մեղմորեն աջակցել ձեր օրգանիզմին։ Եթե ձեզ օգտակար էր, անպայման պահպանեք այս տեղեկությունը եւ կիսվեք ձեր մտերիմների հետ։